Ողջույն, Ողջույն։ Բարև ձեզ։ սկզբից արի մեր հյուրին ներկայացնենք, դու կներկայացնես, թե ես ներկայացնեմ։ Ես, շատ լավ, այսօր մեր հյուրն է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի ընտրությունների տեխնացու, տիկին Էվելինա Սարյանը, մենք ողջունում ենք ձեզ։ Շնորհակալություն, շատ ուրախ եմ այստեղ ներկա լինելու, շնորհակալություն, որ ինձ հրավիրեցիք։ Շատ շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք ճիշտն ասած քաղաքական շարք ենք անում եւ հրավերը ուղղված է բոլոր քաղաքապետի տեխնացուներին, քաղաքային խորհրդի անդամի տեխնացուներին եւ արդեն հիմա մեզ զանգում են արդեն զանգում են բոլորին էր ուղղված հրավերը եւ արդեն արձագանքում են տեխնացուները Արսեն երևի Եվ մի հատ է բան ասեմ, որ մեր հաղորդաշարը առանց մոնտաժի։ Okay, Ու այդ զանգն է, որ եկավ, մեջը մնալու է, էլի։ Հա։ Մի քիչ հետաքրքրված եմ զանում, որ զանգերը գալիս են արդեն։ Տիկին Սարյան, մի փոքր կպատմեք ձեր մասին, որպեսզի ընտրողները, մեր համակարգացիները, ովքեր չգիտեն, վստահ եմ շատերը գիտեն, բայց ովքեր չգիտեն, ծանոթանան ձեզ հետ։ Շատ լավ, ինչի՞ չէ։ Ես ծնվել եմ Երևանում եւ դպրոց ավարտելուց հետո տեղափոխվել եմ Գլենդել քաղաք, որտեղ շարունակել եմ կրթությունս հագուստի դիզայնի համալսարանում, Otis College of Art and Design, որից հետո շարունակեցի ավելի organizational leadership չեմ կարող թարգմանեմ ճիշտ թարգմանությունը, բայց ավելի շատ masters այդ բնագավառում եւ հետո շարունակեցի բիզնեսային բնագավառում masters MBA եւ կրթությունս այնպես էր որ կարողացա այդ ավելի բիզնեսային փոխել հագուստի նորաձևության գիտելիքները եւ փորձը որ ստեղծել էի իմ նորաձևության կենտրոնը Գլենդելում downtown եւ հետո վաճառեցի եւ ուրիշ բիզնեսների մեջ հետո շարունակեցի մտնել վաճառել սկսել տարբեր ասպարեզներում բայց ինձ հետաքրքրեց քաղաքականությունը այն տեսանկյունից որ հնարավոր է մեծ քանակությամբ մարդու օգուտ տալ եւ ինչ որ բարեգործության հետ կապված ինչ-որ զուգահեռներ կան իմ համար, իմ մտքում եւ ինձ թվում է բավականին շնորհալի բնագավառ է, եթե ճիշտ է օգտագործես։ Քաղաքական պատմություն չեք ունեցել, ասենց դուրս չէ։ Բիզնեսով։ No, ես 10 տարի առաջ նորից Գլենդել քաղաքի ընտրություններին մասնակցել եմ, բայց ավելի շատ որպես ուսումնասիրություն, քանի որ այդ ժամանակ էի անում organizational leadership եւ օգնում ենք Burbank քաղաքին իրենց քվեարկողների թիվը բարձրացնեն, ավելի շատ մարդկանց ներգրավեն քվեարկության մեջ հետաքրքրություն ստեղծեն եւ դրանով սկսեցի հետաքրքրվել եւ մասնակցել ու երկար տարիներ ոչ ուղղակի ձևով, բայց անուղղակի ձևով անդադ զբաղված եմ Այ որ ասացիք հետաքրքրություններ մարդկանց մեջ մտցնել, որ ընտրեն, այ ոնց որ այդ խնդրեմը ունենք մենք, որ մարդիկ չեն գնում ընտրության։ Շատ ճիշտ է, հատուկ Հայաստանից եկածների մոտ, որովհետև մնացած է այդ խորհրդային շրջանի մտածելակերպը, այդ կարծրատիպը, որ Ստալինյան ժամանակ համարում էին նշանակություն չունի ով է քվեարկում, կարևոր է ով է հաշվում վերջում։ Եվ մարդիկ մինչև այսօր այդ դրանով են առաջնորդվում, որը սխալ է եւ պետք է հասկանանք, որ այն երկրում ենք ապրում, որը դեմոկրատիայի սահմաններում է։ Իրեն դրսևորում է ավելի դեմոկրատիկ երկիր եւ այստեղ անցնում է մարդու ձայնը։ Եթե դա չլիներ, մենք չենք ունենա Թրամփը հիմա որպես նախագահ, մենք ունենանք Բայդեն կամ Կամիլա։ Եվ դրա պատճառով մենք պետք է հավատանք, որ այս սիստեման աշխատում է եւ մեր ձայնը անպայման լսելի դարձնենք։ Շատ լավ, ձեր նկատառումի հետ կապված, որ հատկապես հայաստանցիների մոտ արմատացած է
ճակերտավոր մշակույթ է, անտիմշակույթ է, որ կապ չունի ընտրություններին մասնակցել, չմասնակցելը, դա իհարկե ընդունելի է եւ իսկապես կա այդ մտայնությունը բոլորի մոտ։ Սակայն մի ուրիշ կողմից եթե նայենք, իսկ գուցե մարդիկ ոչ թե չեն հավատում ընտրությունների արդյունքին, այլ ընդհանրապես ոչ էլ իրենց հետաքրքիր է այդ ընտրությունը, իրանք ընդհանրապես թեկնածուներին էլ չեն ընկալում, ոչ ուզում են իմանան ով է, ոչ իրենց հետաքրքիր է։ Այս մասը չկա ավելի, քան թե ընտրություններին հավատալ, չհավատալու խնդիրը։ Բազմակողմանի հարց է դա, ինչպես նշեցիք, հետաքրքրություն չկա, որովհետև իմ կարծիքով ի սկզբանե չեն հավատում, որ դա էական ինչ-որ փոփոխություն կմտցնի քաղաքում։ Երկրորդը չեն հասկանում ինչ ազդեցություն ունի իրենց կյանքի առօրյայի վրա, եւ դա է մեր կրթության ոնց որ բացակայությունը, մեր նոր եկած ոնց որ գաղութ ունենք մեր գաղութում, ինչ որտեղ մենք պետք է կրթենք ժողովրդին եւ հասկացնենք ինչ անկյուններով կարող է մեր վրա ազդել եւ ոչ թե եթե մեր վրա, մեր երեխաների վրա դա կարող է ազդել, ով է ընտրվում եւ ինչ ընտրություն է անում իրենց երեխայի համար, ինչ զուգարան գնան, ինչ ուտելիք ուտեն դպրոցում, փողոցում ինչպես քշեն մեքենաներ կամ չքշեն, ամեն ինչը ազդում է մարդկանց առօրյայի վրա, բայց մենք չենք հասկանում ինչ ծավալ ունի դա։ Եվ ովքեր են գալու Գլենդեյլում ապրեն, եթե մենք այս անգամ չքվեարկենք ճիշտ տեխնացուների համար, ծրագրեր կան, որ բարձրահարկ շենքեր կառուցվեն, հեծանվային շարքեր դնեն Գլենդեյլում եւ ամբողջովին Գլենդեյլի այդ կերպարը փոխվի, որովհետեւ դրսից շատ ավելի ոչ բարձր կրթությունով մարդիկ գան եւ սկսեն բնակվել այստեղ, որը ընդհանրապես կքայքայի Գլենդեյլի ինքնությունը եւ բացի դա էլ եթե հեծանվային շարքերը զարգանան, դա էլ մեր բիզնեսներին շատ մեծ վնաս կտա։ Եվ մենք չենք մտածում, որ դա կատարվում է տեխնացուի քվեարկելու պատճառով, բայց հետևանքները շատ են։ Այսինքն մենք ժողովրդին պետք է այդ այտենց կրթենք, սովորացնենք, որ մարդիկ հասկանան, որ պետք է գնան ընտրություն։ Անպայման, պետք է լինի այդ քարոզը, հա, տեխնացուներին շատ տեսնելը, միջև էլ ինչ որ հանդիպումներ, հարցերին ծանոթանալ, հարցեր տան, շատ։ Երիտասարդների Մենք 3 չառայց օրը մի հատ երիտասարդի տանն էինք, որը շատ հետաքրքիր էր, Մայքլ էր անունը, եւ 18 տարեկան տղա է, առաջի անգամ ընտրություններին մասնակցում եւ այնպեսի մեծ էնտուզիազմ ունի, որ բոլորիս հրավիրեց իրանց տուն եւ իր ընկերներին, ծանոթներին, բոլորին կազմակերպեց մինի ֆորում։ Ֆորումները դա այդ հավաքներն են, որտեղ տեխնացուները գնում են։ Իրականում մենք շատ քիչ հայեր ենք տեսնում այդ ֆորումներում, որովհետեւ մեր համայնքը տեղյակ չէ կամ հետաքրքրված չէ նման բաներում եւ դա պետք է լուսաբանվի եւ անպայման ներգրավել մեր համայնքը։ Իսկ այդ տղան այդ փոքրիկ իր տամբակում ֆորում կազմակերպեց եւ շատ մենք էլ լուսաբանվեցինք, թե երիտասարդները ինչ հոգսեր ունեն եւ ինչեր են մտածում, ինչեր կուզեն տեսնել փոփոխություններ եւ երկու կողմանի է դա, դու կրթում ես երիտասարդներից սովորում ես թե ինչ պահանջներ կան եւ ինչով կարող ես օգտակար լինել։ Իսարյան, մի քանի կետով խնդրում եմ ներկայացնեք այն հիմնական, ասենք օրինակի համար 3, 4, 5 խնդիրները, որ դուք որպես տեխնացու ընտրվելու դեպքում ձեր առաջնային, ասենք 3 քայլերը, որ կարվեն իօգուտ Գլենդեյլ քաղաքի։ Այո, իմ պլատֆորմը 3 հիմնական սյուներ ունի եւ առաջինը դա ապահովությունն է, երթևեկության ապահովությունը, որովհետեւ բոլորս գիտենք, որ Գլենդեյլը հայտնի է ամենաթանկ ավտոմեքենայի ինշուրանսներով, որը գալիս է ավտովթարներից, ոնց որ կապված են միմյանց հետ, եւ մենք պետք է ամեն ինչ անել, որ աշխատենք ապահով սարքենք Գլենդեյլի երթևեկողների համար, քայլողների համար, մեծահասակներն են շատ տուժում, երեխաներն են տուժում այդ անկանոն
մեքենայի վարումից եւ երկրորդը դա բիզնեսների համար ավելի կանաչ ճանապարհ ապահովելն է, որ կարողանան ավելի լավ բիզնես վարեն Գլենդել քաղաքում եւ բյուրոկրատիան կրճատվի։ Այդ թղթաբանությունը, այդ պերմիտների սպասելը դա կրճատվի, իսկ երրորդը արդեն ընտանիքների համար ավելի բարվոք պայմաններ լինեն, ինչպես մեծահասակների, այդպես երեխաների համար արտադպրոցական ծրագրեր կազմակերպվեն, որ երեխաները սպորտով, երաժշտությամբ, նկարչությամբ, տարբեր թեմաներով կարողանան զբաղվեն եւ ընտանիքի բարելավում լինի Գլենդելում։ Իսկ մեկ այլ հարց։ Իբրև այս ամենը ինչ դուք ներկայացրեցիք Տիկին Սարյան, սա ամբողջական Գլենդել քաղաքի մասին էր։ Ինչ ակնկալիքներ ունենա Գլենդելում բնակվող հայ մարդը ձեր ընտրությունից։ Այսինքն այն հիմնական բանը, որ դուք որպես հայ մարդ, որպես հայ մայր, որպես մարդ, որ հասկանում է ժողովրդի առանձնահատկությունները, ինչ սպասումներ ունենան ձեզանից։ Նախ եւ առաջ այն, որ մեր համայնքը կարողանանք պահպանել, որովհետեւ այս ընտրություններից մենք շատ մեծ վտանգ ենք սպասում, որ եթե ոչ ճիշտ տեխնացուներ ընտրվեն, ես ինչպես նշեցի մի քանի րոպե առաջ, այդ բարձրահարկ շենքերը, որ ծրագրեր կա կառուցելու են, դա 14000 մոտավորապես նոր տներ են կառուցվելու։ Եվ դա տներ են կառուցվում ոչ թե ներքին բնակիչների համար, այլ արդեն ծրագրավորված ովքեր են գալու Գլենդել։ Եվ ոչ ապահով շրջաններից, ասենք թե Ինգլվուդ կամ, չգիտեմ, Քամպտոն այդ կողմերից մարդիկ են գալու։ Ուզում են հայաթափվի։ Ոչ թե ուզում են, ես չեմ կարծում այնպեսի ծրագիր կա, որ հայաթափվի սպეციფიկորեն, ուղղակի ճանաչելով մեր ժողովուրդը ինքս ինձ ասենք մեզ հաճելի չլինի ինչ-որ կգնան նրանց ոտով։ Եթե ավելի շատ բարձրանա, ասենք թե տարբեր տեսակի միջադեպերը, մենք ինքներս իհարկե չենք նախընտրի, որովհետև ծրագիր չկա, որ փոլիս կամ հրշեջների քանակը ավելացնել։ Ծրագիր կա մարդկանց քանակը ավելացնել այդ բարվոք շրջաններից մարդկանց բերեն եւ դա հենց ուղիղ ազդեցություն է ունենալու մեր վրա։ Մյուսը ինչպես նշեցի, այդ հեծանվային գծերը բիզնեսների վրա շատ մեծ ազդեցություն են թողնում։ Ես ինքս խանութ ունեմ բրանդի վերևի մասում gravel ծաղիկի խանութը, երբ որ դրեցին այդ հեծանվային այդ գծերը, այդքան ամիսներ մենք դադարեցինք բիզնես անելուց։ Բայց հետո հանեցին, չէ՞։ Որովհետև ստորագրություններ հավաքեցինք, որ անպայման հանեն։ Այո։ Դրա համար մենք պետք է տեղյակ լինենք, որ մեր համայնքը ոչ թե դա ուղղվում է, ես չեմ ասում, անպայման մեր համայնքի դեմ, բայց ազդեցություն է ունենալու մեր այս համայնքը, որ ստեղծել ենք այստեղ, մեր համայնքի վրա։ Այո, շատ կարևոր։ Հա, ընտրողները, փաստորեն ես այն հասկացա մեր անցած հաղորդաշարներից, որ ընտրողների քանակը քիչ է։ Այսինքն մեր հայ ընտրողները, ովքեր մասնակցում են, մասնակիցների քանակն է քիչ, ընտրողներն է քիչ չի։ Ընտրողներն է քիչ չի, բայց մասնակիցներին քիչ է։ Հիմա ինձ թվում է մենք պետք է աշխատենք նրա վրա, որ ավելի շատ մարդիկ գնան ընտրության։ Այո, որովհետև ինչպես հիշում ենք մի քանի տարի առաջ դպրոցների հետ մեծ բախում ունեցավ, որ ծնողները դեմ էին դուրս եկել եւ դեմ էին այն գրքերի, այն նոր թեմաներին, որոնք գրանց դպրոցներ են վերվելու եւ դա գալիս էր այդ պրոգրեսիվ ներկայացուցիչների կողմից, որոնք հիմա էլ վերընտրվել են ուզում եւ մենք պետք է անպայման փորձենք, որ նման մարդիկ չլինեն մեր քաղաքում, որոնք այնպեսի գաղափարներ են ուզում մեր վրա պարտադրել, որոնց հետ մեծամասնությունը ժողովրդի համաձայն չէ։ Իսկ կան կոալիցիաներ արդեն ունեք գործընկերներ հայ տեխնացուների մեջ, որ համագործակցում եք, որ միասին եք փորձում ձեր ասած խնդիրները խանգարում եք իրար։ Իրականում չունենք կոալիցիաներ։ Թշնամի եք։ Թշնամիներ չունենք եւ կոալիցիաներ չունենք։
այդպես լինում ինքնուրույն ենք անում այս արշավը, ես ունեմ շատ լավ թիմ, շատ ամուր թիմ եւ թիմով ենք մենք առաջ գնում։ Շատ լավ։ Հայաստանի պես չի։ Ոնց որ Հայաստանում։ Ես չգիտեմ ասած Հայաստանում ինչպես է։ Ճայվներ, թշնամանք, այտենց խոսքեր, Թշնամանքներ չկա։ Բավականին երկար տարիներ այստեղ եմ ապրում, ճիշտ ասած տեղյակ չեմ Հայաստանի ընտրությունների process-ի հետ։ Իմ պատկերացմամբ այստեղ մի քիչ ամեն ինչը արվում է նույնը ինչ որ Հայաստանում, ուղղակի ժպիտով, Արսեն ջան։ Գեղեցիկ ժպիտով մարդիկ իրար հանդեպ թշնամություն անում են առանց հայերենքի եւ առանց մոմենտ է, բայց ինձ թվում է այստեղ ավելի օրենքը ոնց որ ասած խիստ է այդ Բացարձակ ծանոթ չեմ, ինչի մասին եք խոսում, եթե կարող եք ծանոթացնել, կարող եմ կարծիք արտահայտել։ Գիտեք, դուք Տիկին Սարյան երջանիկ եք, որ ծանոթ չեք, եւ մենք չենք ցանկանա քար գցել այդ երջանկության վրա։ Եվ շարունակելով ընտրությունների թեման, այ ինչ եք կարծում մեր ժողովուրդը, որ այստեղ ապրում է, հայ ժողովուրդը, որ ապրում է Գլենդենում։ Այս վերջին շրջանում արտագաղթ է, չէ՞, գրանցվում, մարդիկ դուրս են գալիս Գլենդերից։ Եվ ոչ միայն հայեր։ Կախված տների վարձերի թանկության, բիզնեսների դժվար լինելու, ձեր ասած բյուրոկրատիան եւ մնացած բաները։ Հիմա այսպես մենք օրինակ դուք ձեր անձնական կյանքը դրել եք եռանդը, մտել եք քաղաքական պայքարի մեջ, փորձելով ինչ-որ բան փոխել դեպի լավը կամ գոնե եղած լավը պահպանել, չէ՞։ Բայց չեք կարծում, որ ինչ-որ ժամանակ գալու է, որ ինչպես հայերը դուրս եկան Ինգլվուդից, որտեղ սկզբում Ինգլվուդում են ապրել, ինչպես դուրս եկան Little Armenia-ից, ինչ-որ ժամանակ նաև Գլենդելից են դուրս գալու, եւ այս ամբողջ ջանքերը ուղիղ ասեմ, ափսոս չեն այդ ջանքերը։ Ես նահանջողական մտածելակերպ չունեմ եւ կարծում եմ, եթե ինչ-որ քայլ կարող ես անես, որ դրական ուղղությամբ զարգացնես ծրագրեր, պետք է անես։ Շատ լավ, եւ կուզենք դիմեք հիմա ձեր ընտրողներին եւ ասեք թե ինչու պիտի մարդը ամսի քանիսին էր ընտրությունները։ Հիմա արդեն ընտրությունները ընթացքի մեջ են։ Ինչու պիտի մարդը գնա ընտրատեղամաս կամ on-line կամ չգիտեմ մեկ այլ ձևաչափով եւ իր թանկարժեք ձայնը տա Տիկին Էվելինա Սարյանին։ Ինձ թվում է առաջին մասը հարցի վերաբերում է նրան, որ ինչու պետք է մասնակցեն քվեարկության եւ եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ իմ կարծիքով դա ինքնավստահությունից է գալիս, երբ որ դու ինքնարժեք ունես եւ կարծում ես, որ քո ձայնը արժեք ունի։ Եվ շատ կարեւոր է, որ մեր համայնքը այդ ինքնարժեք ոգով լցվի եւ հասկանա, որ մեր ձայնը արժեք ունեն։ Ոչ միայն այս ընտրությունների համար, այլ երբ որ մեր քանակությունը երևա, որ մենք քանակությամբ շատ ազգ ենք, մեծ ազդեցություն ունենք, որովհետև երբ որ որևէ հարց քննարկվում է, նայում են մարդկանց քանակությանը եւ դա ազդեցիկ ազգ է, ազդեցիկ չէ, ազդեցիկ խումբ է, ոչ ազդեցիկ խումբ է։ Երբ որ մեր ազգային խումբը երևա, որ ազդեցիկ է թվային առումով, մեզ արդեն մատնացույց չեն անի եւ չեն ասի այս ազգի ներկայացուցիչները ֆրոդով են զբաղվում, այս ազգի ներկայացուցիչները սա են անում։ Ազգը չեն նշում ընդհանրապես այս երկրում։ Այն դեպքում են նշում, երբ որ դու անպաշտպան ես եւ ոչ մեկ չի կարող գնալ եւ ասել ինչու եք իմ ազգը նշում։ Նշանակեք, եթե մարդ ֆրոդով զբաղվում կամ ինչ-որ ձերբակալեք այդ մարդկանց ինչու եք անպայման ազգով նշում։ Դա նշանակում է մենք անպաշտպան ենք եւ թվային մեծ քանակություն չունենք, որ ներկայանանք որպես ազդեցիկ խումբ։ Այո։ Այսինքն պետք է մարդկանց ասվել, որ ձեր ձայնը շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Ամեն տեղ, այսինքն ամեն բնակավարում կարևոր է, որ մեր հետ հաշվի նստեն։ Կապ չունի, 1 միլիոն մարդ ապրում է Գլենդենում, օրինակ, այնտեղ 100,000 է կարծեմ։ Բայց ունենք 10,000 ընդհանուր 100,000-ը հայեր են, բայց 10,000 ձայն չէ։ Շատ քիչ են քվեարկողները, հիմնականում պարսկահայերն են քվեարկում։ Եվ հայաստանցիները չեն քվեարկում, դրա համար էլ մենք ունենք մեծ խնդիրներ։ Դու ինչ դիմենք մեր հայաստանցի եղբայրներին եւ քույրերին Գլենդելա բնակ,
Եվ ասենք, որ գնացեք ընտրության։ Ոնց է կատարվում ընտրությունը։ Ընտրությունները Առաջին քայլը ինչ պետք է անել իրանք on-line գրանցվեն։ Արդեն դրա համար ուշ է, կարող են քվեաթերթիկները, եթե ոմանց տներում արդեն ստացվել են, կարող եք տանը քվեարկել։ Եթե դա չունեք, արդեն կարող եք գնալ հենց տեղում եւ քվեարկել տեղում, հիմնականում գրադարաններում կան այդպիսի տեղեր եւ պետք է նայեք ձեր մոտակա քվեարկման տեղերը, ամսի 23-ից արդեն բացվել են, վերջի օրը լինելու ամսի 2-ին։ Դա չի նշանակում դա այդ միակ օրն է, դա ուղղակի վերջի օրն է, որ կարող եք քվեարկել։ Հիմա կարող են հենց հիմա կարող եք գնալ քվեարկել, եթե չունեք քվեաթերթիկ, կամ կարող եք գնալ գրադարան ցանկացած եւ քվեարկել այնտեղ։ Բայց ես բոլորին ուզում եմ քաջալերել, որ անպայման քվեարկեն, մտածեք ձեր երեխաների մասին, մտածեք ձեր ծնողների մասին, ձեր մասին, երբ որ տուն եք ուզում կառուցեք, պերմիտների process-ը ինչքան երկար է տևում եւ տանջալի, բիզնեսները ձեր կարող են վտանգի տակ լինել։ Ամեն ինչի մասին մտածեք մինչեւ քվեարկելը եւ անպայման ինքնարժեք ձեր բարձր լինի, որ համարեք ձեր ձայնը մեծ արժեք ունի եւ գնաք քվեարկեք։ Որովհետեւ այդ պերմիտները գիտեմ շատ երկար է։ Անիմաստ երկար, անիմաստ երկար։ Իսկ բոլորն ուրախ կլինեն, այո։ Դե ինչ, շնորհակալություն ենք հայտնում։ Ես մի հարց ունեմ կներեք։ Եկեք սայրեն կարելի է։ Մենք տեսնում ենք, որ շատ հայեր կան ծանոթությունների մասնակցող տեխնացիաների։ Կան դրանց մեջ մարդիկ, ովքեր կարծում են հակառակորդ չկա, որտեղ 3 տեղ կա, 3 նստարանը բաց եւ հիմնականում դրանց համար կարող եք 3 հոգու համար քվեարկել։ Երբ որ մենք խոսում ենք գաղափարային ինչ-որ հակառակորդ, ես կասեի հիմնականում ովքեր արդեն եղել են քաղաքային խորհրդարանում նախկինները իրենց չեն արդարացրել եւ դուք ինքներդ կարող եք արդեն դատել նրանց արած կամ չարած գործերով եւ նորից նույն մարդուն ընտրելը, որ համարելով միգուցե այս անգամ փոխիր եմ մտածելակերպը, իսում եմ մի քիչ ինքնախապեյությամբ զբաղվենք մենք։ Այո։ Դա ուրեմն առաջի բանն է, թե պետք է կարողանանք մի դեպ անել, որտեղ շատ մարդ գնա ընտրության, թե միշտ նույն մարդը։ Հայաստանցի specifically, որովհետեւ հատուկ հայաստանցիներ, որովհետեւ մենք շատ հեռու ենք մնում, ինչ որ վախեցած ենք, չենք ուզում ներգրավել, jury duty կկանչեն, ինչ որ անիմաստ այնց գաղափարներ կա, որոնք ճշմարտության հետ չեն համապատասխանում։ Ասեմ, որ jury duty-ին կապ չունի։ Jury duty-ն նամակ եք գրում, ասում եք, չգիտեմ, հիվանդամ զբաղված եմ, ինչ որ չեք ասեք։ Հաջողություն ենք մաղթում, գալիք ընդ։ Շնորհակալություն եւ ձեզ նույնպես կողքեքնչեմ, որ ապայման քվեարկեք եւ ձեր հետևորդներին ասեք, որ քվեարկեն։ Մեծ շնորհակալություն, Արսեն արդեն ունես նախընտրած տեխնացու, թե նախընտրած տեխնացու։ Էվելինա Սարյան։